Հուլիսի 12-ին հանդիսավոր արարողությամբ վերաօծվեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Սրբավայրը վերաօծվեց Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի օրը Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։ Սրբազան հայրը պատարագի ընթացքում մեկնեց տոնի խորհուրդը, խոսեց համայնքի կյանքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ունեցած դերակատարության մասին։ Եկեղեցին համայնքին, հասարակությանը տալիս է համախմբվածություն, միասնություն, սեր, արգանք մեկը մյուսի նկատմամբ եւ եկեղեցին այնքանով է կարեւոր եւ նշանակալի, որ մեր մարդկանց, մեր հավատացյալների, մեզ բոլորիս առաջնորդում է դեպի հավիտենականություն։ Եկեղեցին հավիտենական կյանքի աչքն է եւ այդ աչքի միջոցով է, որ մենք մոտենում ենք մեր Արարչին։ Եկեղեցում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, մասնավորապես մաքրվել, նորոգվել են ներքին պատերը, թաղերը, թմբուկը եւ գմբեթը։ Քանի որ շինարարական աշխատանքների ընթացքում անհնար էր եկեղեցու բնականոն գործունեությունը, ծիսական բոլոր արարողությունները տեղի էին ունենում Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Այժմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում սպասավորում են Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եւ Տեր Տիգրան քահանա Հակոբյանը։ Նորոգման աշխատանքները կատարվել են Սոս Արևելքի քրիստոնյաներ կազմակերպության աջակցությամբ։ Մենք համագործակցում ենք հայրաքրական եկեղեցու հետ արդեն տարիներ եւ մասնավորապես նաեւ Սյունյաց թեմի հետ եւ լինելով ինքս Սյունիքի բնակիչ, Գորիսի բնակիչ եւ աշխատելով Սյունիքում իմ համար շատ մեծ դեր էր ստանձնում Սյունյաց թեմը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Գորիսի հոգեվոր կյանքի էպիկենտրոնն է։ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1897-ից 1904 թվականներին։ Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը նախաձեռնել են Մելիք Հուսեյնյան իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Հանգանակությանը մասնակցել է ողջ քաղաքը։ Եկեղեցին 1903 թվականին օծել է Խրիմյան հայրիկը, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ եւ խորան չի ունեցել։ Այս եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի պսակադրությունը, տեղի է ունեցել նաև սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին գործել է մինչև 1926 թվականը, փակվելուց հետո օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, այնուհետև երկրագիտական թանգարան։ Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։ Եկեղեցու գմբեթն ու Սուրբ խորանը կառուցվել են ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով։ Աննա Թամրազյան, Արթուր Հայրապետյան, Եկեղեցական կյանք։